Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 28: Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու: Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով մոտեցավ, դռնից բեմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրա: Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը սպիտակ, ինչպես ձյունը: Նրա ահից պահապանները խռովվեցին և մեռելների պես եղան: Հրեշտակը խոսեց ու կանանց ասաց. «Դուք մի վախեցեք: Գիտեմ, որ փնտրում եք Հիսուսին, որ խաչվեց: Այստեղ չէ նա, քանի որ հարություն առավ, ինչպես ինքն ասել էր: Եկեք տեսեք այն տեղը, ուր պառկած էր: Եվ իսկույն գնացեք ասացեք նրա աշակերտներին, թե հարություն առավ, և ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլեա, այնտեղ նրան կտեսնեք: Ահա ասացի ձեզ»: Եվ իսկույն ահով և մեծ ուրախությամբ, գերեզմանից դուրս ելնելով, վազեցին աշակերտներին պատմելու: Եվ հանկարծ Հիսուս նրանց դիմաց ելավ և ասաց. «Ողջույն ձեզ»: Եվ նրանք մոտենալով նրա ոտքերին փարվեցին ու երկրպագեցին նրան: Այն ժամանակ Հիսուս նրանց ասաց. «Մի վախեցեք: Գնացեք ասացեք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա և այնտեղ ինձ տեսնեն»: Երբ նրանք գնացին, ահա զինվորներից ոմանք քաղաք եկան ու քահանայապետերին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր: Եվ նրանք ծերերի հետ միասին հավաքվելով խորհուրդ արեցին, շատ դրամ տվեցին զինվորներին ու ասացին. «Կասեք, թե նրա աշակերտները գիշերով գալով գողացան նրան, մինչ մենք քնի մեջ էինք: Եվ եթե այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կգոհացնենք և ձեզ հոգսից կազատենք»: Եվ նրանք դրամն առնելով արեցին այնպես, ինչպես որ իրենց սովորեցրել էին: Եվ այս զրույցը տարածված է հրեաների մեջ մինչև այսօր: Իսկ 11 աշակերտները գնացին Գալիլեա այն լեռը, ուր Հիսուս իրենց հետ ժամադրվել էր: Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին: Եվ Հիսուս մոտենալով խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա: Ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացեք ուրեմն, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին: Նրանց մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցեք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը»: